Լեռնաձորի հիմնական դպրոցի աշակերտներին դասերի մեկնարկի հետ անակնկալ էր սպասվում։ Նրանց հետ հանդիպելու են եկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները։ Ձեռնարկության աշխատակիցները շարունակում են երկիր մոլորակի օրվան նվիրված տեղեկատվական արշավը։ Պահպանական տոները երկիր մոլորակի օրը, ջրի միջազգային օրը, կենսաբազմազանության եւ այսպիսի տոները։ Այստեղ եւս ինչպես Արծվանիկ ու Սյունիք բնակավայրերում աշակերտները շատ հարցեր ունեն։ Արենին հետաքրքրում էր, թե որքան վնաս են հասցնում ծխախոտն ու դրա մնացորդները։ Եթե իմ ներկայությամբ իրանք բնությունը ախտոտում են, նկատողություն եմ անում, թե մեծ, թե փոքր, այսինքն տարիքը նշանակություն չունի, պետք է պահպանել բնությունը։ Իսկ ինչ ես ասում։ Նայած իրավիճակում, այսինքն շիշ գցելուց ես միշտ ասում եմ, շիշը վերցնի, իսկ եթե օրինակ ծխում է, ես ասում եմ, որ գետնին չգցի, էլի, գետնի եթե գցածա վերցնի, իրա գցածը։ Աշխարհի ամենաները կարմիր գիրք, պլաստիկի վնասակարության գործոն ու տոնի պատմություն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները խոսեցին այս ամենի մասին ու ոչ միայն։ Այսօրվա դասընթացում էլ կան հետաքրքիր փաստեր, օրինակ իմացանք, որ Սյունիքի տարածքում էլ կան կենդանիներ, որոնք գրանցված են կարմիր գրքում։ Հաջորդ կանգառն Անդոկավանում էր, այս դպրոցում 14 աշակերտ է սովորում։ Ձեռնարկության աշխատակիցներն ընդգծեցին, կարևոր է լինել ազդակիր բնակավայրերից յուրաքանչյուրում, որ փոքր տարիքից ամրապնդվեն սերն ու հոգատարությունը մայր մոլորակի նկատմամբ։ Թեմայի վերջում ամփոփվում է, մենք այս անգամ հարցաթերթիկների տեսքով ամփոփում էինք երկիր մոլորակի օրվա նվիրված այդ միջոցառումը ու հասկացանք, որ երեխաները բավականին ուշադիր են, հարցերին հիմնականում բոլորը ճիշտ էին պատասխանում, եթե ոչ բոլորը, ապա կարելի ասել 90%-ով հարցերին ճիշտ են պատասխանում, դա էլ հենց կարելի է գրանցել, որ ուշադրության արդյունք է։ Յուրաքանչյուր դպրոց այցելելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները նվիրում են հայատար գլոբուս եւ էկոպայուսակներ։ Անդոկավանի հիմնական դպրոցի Սան Հասմիկի ուշադրությունը գրավել էր պայուսակի նկարազարդումը։ Ինձ ամենաշատը ուրախացրեց այն փաստը, որ ես ունեմ նոր շոպեր ու պատրաստվում եմ դասագրքերս դնել դրա մեջ ու գնալ պարապմունքների։ Իհարկե դասընթացնել էր հետաքրքիր, ուղղակի ինձ ամենաշատը հետաքրքրեց Սյունիքի բնության մասին տեղեկությունները։ Ճիշտ է, գիտեն, անդադ հեռուստացույցով մենք դասերի ժամանակ անդադ երեխաներին հաղորդվում է այս գիտելիքները, բայց այս պարագայում նաև ուշադրություն է, երեխաները իրենց շոյված են զգում, երբ որ իրենց այցելում են այլ կառույցներից, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որ անմիջապես իրենց հարակից է, մոտ է։ Հանրապետության թիվ 1 հարկատուի ներկայացուցիչները օրերս այցելելու են մի շարք բնակավայրերի դպրոցներ, իսկ տարվա ընթացքում ծրագրում են նմանատիպ ակցիաներով լինել բոլոր ազդակիր բնակավայրերում։